Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի հուլիսի 14-ին նորալուսնի մասին, որը լինելու է խեցգետին նշանում։ Սիրելի ընկերներ, կնայենք հորոսկոպի յուրաքանչյուր նշանի համար, թե որ տանն է լինելու այս նորալուսինը և տարրո քարտերի օգնությամբ կհասկանանք, թե ինչ փոփոխություններ է ձեզ բերելու։ Մինչ անցնել մեր կանխատեսմանը, եթե ցանկանում եք անհատական տարրո կանխատեսում, անհատական հորոսկոպ, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով, կոնսուլտացիան on-line է։ Այսպիսով ընկերներ, կսկսենք խեցգետին նշանից, քանի որ խեցգետին նշանում է լինելու խեցգետինների առաջին տանը։ Երբ նորալուսին է առաջին տանը, դա խոսում է նրա մասին, որ նոր էներգիա է, նոր սկիզբ է, կարծես նոր տարի է ձեզ համար, հա, սիրելի խեցգետիններ։ Իսկ երբ առաջին տանն է, այսինքն արտաքնի հետ կապված ինչ-որ նորություն գուցե լինի, նոր մազերի կտրվածք, նոր սանրվածք, արտաքնի հետ կապված փոփոխություններ, ինչ-որ միջամտություն կամ հարաբերություններում կարող են լինել փոփոխություններ։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի հուլիսի 14-ի նորալուսինը խեցգետիններին։ Այս քարտը մեզ հուշում է հաջողությամբ ավարտի մասին, այսինքն ինչ գործ էլ որ բռնեք այս ժամանակահատվածում, դուք հաջողություն եք ունենալու, ցանկանում եք փոխել ձեր արտաքինը, ոճը, սանրվածքը, ձեզ մոտ այն հաջողությամբ կստացվի։ Եթե ցանկանում եք նոր հարաբերություններ սկսել, ապա դա ևս ձեզ մոտ հաջողությամբ կստացվի։ Հաջորդ նշանը առյուծն է։ Սիրելի առյուծներ, այս նորալուսինը կլինի ձեր 12-րդ տանը, իսկ 12-րդ տունն իրենից ներկայացնում է հեռավոր հողերը, այն ամեն ինչը գաղտնի է, իզոլացված վայրերը։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ նորություն կգա վերոնշյալ թեմաների շուրջ։ Ինչ կբերի 2026 թվականի հուլիսի 14-ի նորալուսինը առյուծներին։ Հիանալի, սիրելի ընկերներ, հիանալի հնարավորություններ ձեզ կբերի, ամեն ինչ կարծես ձեր ձեռքի տակ կլինի, որ դուք ձեր ուզածին հասնեք, ինչ որ ուզենաք որ լինի, այսինքն ցանկանաք մեկնել հանգստի, գնաք ինչ որ առողջարան, բժշկի դիմել կամ հեռավոր ինչ որ վայրերում գործողություններ կատարել, գուցե տեղափոխվել այլ երկիր բնակության եւ այլն, վերոնշյալ թեմաների շուրջ ինչ որոշում կայացնեք, ամեն ինչ կախված է լինելու հենց ձեզնից ու կարծում եմ, որ հաջողություն է ունենալու։ Կույսեր։ Սիրելի կույսեր, այս նորալուսինը կլինի ձեր 11-րդ տանը։ 11-րդ տունը մեր ընկերներն են, գաղափարակիցներն են, արդյունքներն են, երազանքներն են։ Այս թեմաների շուրջ կարծես ինչ որ նոր էտապ է գալու ձեր կյանք։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի հուլիսի 14-ի նորալուսինը կույսերին։ Սիրելի ընկերներ, ինչ որ երկակի իրավիճակ կգա ձեր կյանք, անհրաժեշտ կլինի ընտրություն կատարելու։ Գուցե որոշում կայացնեք, օրինակ մնալ նախկին աշխատանքի վայրում, թե տեղափոխվել նոր աշխատանքի վայր, կամ ինչ որ խմբակի եք գնում, մտածեք, հա, արդյոք պետք է այդ խմբակին շարունակեմ գնալ, թե ոչ։ Համենայն դեպս նաև ծախսեր են լինելու, սիրելի ընկերներ, գուցե այս ծախսերը պայմանավորված լինեն ինչ որ առիթի մասնակցելով։ Հաջորդ նշանը կարիճն է, ներողություն կշերքն է, սիրելի կշերքներ, այս նորալուսինը կլինի ձեր 10-րդ տանը, բերելով ձեզ նոր ստատուս, նոր հնարավորություն, նոր կարիերա, նոր շփում, գուցե նոր կոլեգա, տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի հուլիսի 14-ի նորալուսինը կշերքներին։ Այս քարտը ասում է, որ շատ կշերքներ այս ժամանակահատվածում գուցե դուրս գան աշխատանքից, հնարավոր է եթե ինչ-որ պաշտոններ ունեիք, ապա հնարավոր է պաշտոնը կորցնեք ձեր, բայց դա չի նշանակում, եթե այդ պաշտոնից դուրս գաք, ապա նոր պաշտոնի չեք կարող անցնել, ուղղակի կարծես նախկին պաշտոնը գուցե թողնեք, հնարավոր է այս ժամանակահատվածում, եթե իհարկե այն տարիքում եք գտնվում, որ պետք է գնաք թոշակի, այս քարտը խոսի նաև այդ թոշակի գնալու հետ կապված։ Հետաքրքիր է, անցնենք հաջորդ նշանին, կարիճներ։ Սիրելի կարիճներ, այս նորալուսինը կլինի ձեր 9-րդ տանը, իսկ 9-րդ տունն իրենից ներկայացնում է այն ամենը, ինչը բարձրագույն կրթության հետ է կապված, արտասահմանի հետ է կապված, թորնիկների հետ է կապված,
Տեսնենք, թե ինչ նորություն կգա ձեր կյանք կապված 2026 թվականի հուլիսի 14-ի նորալուսնով։ Ինչ որ տարաձայնություններ, սիրելի ընկերներ, ինչ որ մարդիկ ձեր շրջապատից ձեր հետ համակարծիք չեն լինի։ Հնարավոր է դիմել եք օրինակ վիզա ստանալու հետ կապված, բայց այն ձեզ մոտ չստացվի։ Հնարավոր է զուտ ձեր շրջապատում, ձեր շրջապատի մարդիկ այլ ձևով մտածեն, հա, եւ այդպիսով ինչ որ տարաձայնություններ առաջանա, կարծես ձեր շրջապատի մարդիկ չեն ուզենա ձեզ զիջել եւ դուք նույնպես, հա, եւ այսպիսով այդ տարաձայնությունը կլինի։ Կարծես զուտ նման խնդիրներ կարող են լինել։ Իհարկե, այս քարտը կարող է խոսել նաեւ կոնկուրենցիայի մասին։ Աղեղնավորներ։ Սիրելի աղեղնավորներ, այս նորալուսինը լինելու է ձեր 8-րդ տանը։ 8-րդ տունը դա ոչ մեր կողմից աշխատած գումարներն են, վտանգավոր իրավիճակներն են։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի հուլիսի 14-ի նորալուսինը։ Ինչ որ հանդիպում, սիրելի ընկերներ, հանդիպում, համագործակցություն, շփում, ծանոթություն, նման ինչ որ հարցեր կարող են լինել, թե ինչ հանդիպում կլինի եւ որ ոլորտում ամեն մեկը մի ձև կզգա, բայց որ ինչ որ հանդիպում է լինելու, համագործակցություն է լինելու, հարաբերություններ անգամ կարող են նոր սկսվել։ Իմիջիայլոց, քանի որ 8-րդ տանն է, կարող են սկսվել նոր սիրային հարաբերություններ։ Այծեղջյուրներ։ Սիրելի այծեղջյուրներ, ձեր 7-րդ տանը կլինի այս նորալուսինը, բերելով ձեզ նոր հաճախորդներ, նոր շփում, նոր համագործակցություն, նոր գործընկեր, գուցե։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի հուլիսի 14-ի նորալուսինը այծեղջյուրներին։ Նոր սկիզբ, սիրելի ընկերներ, նոր աշխատանք, շատ հնարավոր է, այո, շատ այծեղջյուրներ այս ժամանակահատվածում կգնան աշխատանքի կամ ինչ որ նորություններ կլինի կապված աշխատավայրում, նոր քայլեր կձեռնարկեք, նոր հաճախորդներ կունենաք։ Ջրհոսներ։ Սիրելի ջրհոսներ, այս նորալուսինը լինելու է ձեր 6-րդ տանը, այսինքն հետևյալ թեմաներին կդիպչի առողջություն, ընտանի կենդանիներ, աշխատանք, կենցաղ։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի հուլիսի 14-ի նորալուսինը ջրհոսներին։ Հստակ որոշում, պարզություն, այսինքն դուք արդեն հստակ կիմանաք, թե ինչ եք ուզում անել, եւ եթե մինչ այս կար ինչ որ անելանելի իրավիճակ, չգիտեիք թե ինչ անեք, ոնց անեք, արդեն հստակ կորոշեք, վճռական կլինեք, որպեսզի ինչ որ գործողություններ կատարեք։ Քանի որ ձեր 6-րդ տանն է լինելու, ապա հնարավոր է նաեւ վիրահատություն ունենաք։ Իհարկե, սա բոլորին չի վերաբերվում, բայց բժշկի թեման կարծես ակտուալ է լինելու ձեզ համար։ Գուցե օրինակ ատամնաբուժի գնաք, հա, սա ևս բժշկի թեմայի մեջ է։ Հաջորդ նշանը։ Ձկներ։ Սիրելի ձկներ, այս նորալուսինը կլինի ձեր 5-րդ տանը։ Իսկ 5-րդ տունը մեր երեխաներն են, սպորտն է, հարաբերություններն են սիրային։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի հուլիսի 14-ի նորալուսինը ձկներին։ Ամեն ինչ, սիրելի ընկերներ, իր հունով խաղաղ կգնա։ Ինչ որ փոփոխություն չի լինի։ Կարծում եմ, որ շատ ձկներ այս ժամանակահատվածում կգնան հանգստի։ Իմիջիայլոց այն ձկները, ովքեր երեխայի են սպասում, կրկին ամեն ինչ այս ժամանակահատվածը ձեզ համար հանգիստ իր հունով կգնա, առանց խնդիրների։ Խոյեր։ Սիրելի խոյեր, այս նորալուսինը կլինի ձեր 4-րդ տանը, իսկ 4-րդ տունն իրենից ներկայացնում է մեր բնակության վայրը, անշարժ գույքը, ընտանիքի անդամները, մայրը հատկապես։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի հուլիսի 14-ի նորալուսինը խոյերին։ Ինչ որ բացահայտումներ, սիրելի ընկերներ, ինչ որ բան գուցե բացահայտվի պայմանավորված վերոնշյալ թեմաներով, այսինքն ընտանիքի անդամների հետ գուցե բացահայտումներ լինի, մայրիկի հետ, ինչպես նաև անշարժ գույք գնելու կամ վաճառելու հետ, կամ վերոնշյալ թեմաների շուրջ շատ կարևոր հարցում ձեզ կօգնի ձեր ինտուիցիան։ Իմիջիայլոց այս քարտը խոսում է նաև հղիության լուր իմանալու մասին, այնպես որ հնարավոր է ձեր ընտանիքի անդամը կամ հենց դուք ինքներդ իմանաք, որ բալիկ եք ունենալու։
Ցուլեր։ Սիրելի ցուլեր, այս նորալուսինը կլինի ձեր երրորդ տանը, երրորդ տունը կապի տրանսպորտի միջոցներն են, շփումն է, բանակցություններն են, հարևաններն են, գոլեգաները, քույր եղբայրները, վերոնշյալ թեմաների շուրջ ինչ որ նորություն է գալու, տեսնենք թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի հուլիսի 14-ի նորալուսինը ցուլերին։ Ինչ որ հարցի շուրջ պետք է սիրելի ընկերներ կենտրոնանաք, ամեն ինչ լավ ծանոթ հետևանեք։ Օրինակ, պետք է ինչ որ դասընթացների գնաք, ինչ որ քննություն պետք է հանձնեք, պետք անհրաժեշտ կլինի, որպեսզի այսպես մի փոքր մեկուսանաք եւ ուսումնասիրեք լավ, գուցե զբաղված լինեք քննական շրջանով, այս քարտը եւս դրա մասին խոսում է, կամ օրինակ այս ժամանակահատվածում ավելի քիչ հանդիպեք մարդկանց, ավելի շփումը քչանա, ինչ-ինչ պատճառներով։ Եվ սիրելի երկորյակներ, այս նորալուսինը կլինի ձեր երկրորդ տանը։ Երկրորդ տունն իրենից ներկայացնում է մեր ֆինանսները, այն ամենը, ինչը մեզ համար արժեք է ներկայացնում։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, ինչ կբերի 2026 թվականի հուլիսի 14-ի նորալուսինը երկորյակներին։ Ինչ որ բացահայտումներ, սիրելի ընկերներ, գուցե ինչ որ բան ձեզ համար փակ էր, դա արդեն բացահայտվի եւ այսպիսով դուք կարողանաք գումար աշխատել կամ ինչ որ բան վաճառեք, իր վաճառեք, որի արդյունքում գումար ստանաք, բայց կարծես եթե դուք լսեք ձեր ինտուիցիային, շատ ուշադիր լինեք, ապա հնարավոր է նոր եկամտի աղբյուր բացվի ձեզ համար։ Այսքանը, սիրելի ընկերներ, կապված այս նորալուսնի հետ, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները։ Իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։